Ողջույն ձեզ, քույրեր եւ եղբայրներ։ Նայում ենք այդ սոցցանցերում, նույնիսկ ժուրնալիստները ինչ որ թքող եւ հայոյող մեր ժողովրդին մարդկանց հարցեր են տալի։ Նրանք էլ ասում են, որ Արշակ Կարապետյանը, իրան որ նշանակենք պաշտպանության նախարար, ռուսները գոհ էին։ Ուրեմն ես ուզում եմ բոլորիդ մի պարզ բան ասեմ։ Կարապետյան Արշակը ոչ միայն սովորել է Մոսկվայում, այլ եւ Ամերիկայում Գարվարդում։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ եւ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ եվրոպացիների հետ։ Բոլորի հետ էլ լավ։ Եթե մեր երկրի իշխանությունը, ասենք, լիներ ռուսամետ, հավատացեք, ես լինելու էի ավելի շատ արևմտամետ։ Եթե մեր երկրի իշխանությունը, ոնց որ այսօր են ասում, արևմտամետ է, ես ռուսամետ եմ։ Ինչեմ այդպես։ Չէ, ես ոչ արևմտամետ եմ, ոչ էլ ռուսամետ եմ, ես հայամետ եմ։ Դրա համար է այդպես։ Ասում են ռուսները մեր հողերը տվեցին անցած դարին թուրքերին։ Հիմա հարց եմ տալի։ Բա ում պետք է տային։ Երբ որ մենք կռվում էինք ռուսների դեմ, իսկ թուրքերը գնացին կարմիր դրոշ բարձրացրին, խաբին ռուսներին, ասացին մենք կոմունիստ ենք։ Ինչ եղավ։ Իհարկե Լենին պապին եկալեց մեր հողերը տվեց իրաց։ Բա ինչ էիք ուզում։ Անդրանիկը ռուսամետ էր։ Անդրանիկի նման հայ կա։ Ուրեմն եթե Անդրանիկը ռուսամետ էր եւ ասում էր պետք է ռուսների հետ լնենք, որ մեր հողերը պաշտպանենք եւ պահպանենք, իրան այն ժամանակ չլսեցին։ Հիմա էլ ես եմ ասում։ Ոչ թե նրա համար, որ ես չգիտեմ ինչ եմ, չէ։ Հիմա էլ ես եմ ասում, հիմա դուք ինչ չեք լսում։ Եվ արդյունքում ինչ եղավ։ Գանք Արցախի պատմությանը։ Մեր իշխանությունը դարձավ արևմտամետ, Ադրբեջանը խաբեց Ռուսաստանին, ասեց մենք ռուսամետ ենք, Ալիևը համոզեց այնքան, որ ռուսները հա մեր համար այդքան չկռվան։ Որտեղ առաջինը մենք չկռվանք։ Ստեից սկսենք։ Բա ինչ պետք է անեին։ Մենք չենք կռվում, իրանց ասում ենք արի կռվի։ Բայց այդ երկրորդ հարցն է։ Ինչ եղավ։ Արցախը եւ մենք տվինք հողեր էլի Թուրքին, Ադրբեջանին այս անգամ։ Հիմա շարունակում ենք մեր ապուշ պահվածքը։ Հիմա ասում ենք գնում ենք Եվրոմիություն։ Նույն 100 տարի առաջվա բանն ասում է անտանտան մեզ կփրկի։ Դե տենան կփրկի։ Պայմանագիր են ստորագրել ոչ մի կետ Հայաստանի մասին դրական բան չկա, ոչ անվտանգության վերաբերյալ, ոչ մի բանի վերաբերյալ։ Մենակ տալիս են։ Պատմությունը, եթե չես ճանաչում, եթե մոռանում ես ցեղասպանությունը, ուրեմն գալու ես կանգնես ցեղասպանության առաջ հերթական։ Ու ոչ մեկ քո մեջքին չի կանգնելու։ Մենք պարտադիր պետք է լինենք հայամետ։ Մենք ինչ անենք, պետք է անենք Հայաստանի համար, ու մենք դա անում ենք։ Մենք 15 համարն ենք, մենք դա անում ենք։ Եվ անելու ենք։ Թող բոլորը մտածեն, որ ասենք ուզում են գան, ինչի համար են ուզում գան։ Օրինակ Նիկոլ, ինչ ես մնում այդ երկրի ղեկավարը։ Սա վարի ես տվել։ Ինչքան մնաս, այնքան քո գլխին կացինը կանգնելու է շատ ավելի մոտիկ։ Մնում ամենակ իջցնեն։